Բարև Ֆակտոր TV հյուրը Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է, բարև Տիկին Ադամյան։ Ձեր քաղաքական ուժը չի դիմել Սահմանադրական դատարան եւ չի վիճարկում ընտրությունների արդյունքները, այսինքն գոհ եք դրանցից։ Եվ խնդիր չեք տեսնում։ Մեր քաղաքական ուժը, եթե հիշում եք, դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով դեռ ընտրություններից առաջ։ Եվ հիշում եմ, որ չեք դիմել Սահմանադրական դատարան ընտրություններից հետո։ Իսկ ինչ արդյունքի մենք հասանք կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմելիս, եկեք այդ հարցն էլ տանք, եւ եկեք հասկանանք, թե ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակներում գոնե չգործեց, եւ ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գիտեք, այդտեղ հանրապետության խնդիրը չէր բացարձակապես, ամենայն դեպս մեր ներկայացրած փաստական բազայի հենքում հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննիչական մարմինների բացահայտումներն էին։ Այդտեղ ստացվում էր, որ երկու պետական ինստիտուտներ միմյանց չեն վստահում կամ միմյանց չեն հավատում։ Եվ հիմա այդ ֆոնին է հիմա տարօրինակ, որ դուք ՍԴ չեք դիմում, որովհետեւ այդ ուժին մեղադրում եք ընտրակաշառքների մեջ բերելով իրավապահների բացահայտումները, որոնք նրանք հերքում են։ Եկեք հասկանանք, իսկ Սահմանադրական դատարան դիմողները, բայց ոնց որ թե օքեյ, որ նրանք ձեր պնդմամբ ընտրակեղծիքներով մանդատ են ստանում, այսինքն նույնիսկ այդ հարցը ՍԴ-ում չեք դնում։ Բացարձակապես օքեյ չենք, որ նրանք ընտրակեղծիքներով մանդատ են ստանում, բայց ինչն են նրանք վիճարկում։ Ձեր գնահատականով մենք պետք է միանայինք այդ ուժերին։ Գիտեք, այդ ուժերի դիմումը Սահմանադրական դատարան դուք կարող եք օրինակ բարձրացնել ընտրակաշառքի ազդեցության հարցը ընտրությունների արդյունքների վրա, բայց դա էլ չեք կարել։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է այդ ամեն ինչ եւ հերթական անգամ Սահմանադրական դատարան դիմելու որևէ անհրաժեշտություն չկա, պարզապես այդ ուժերի դիմումը Սահմանադրական դատարան ինձ վրա, գիտեք, ինչ տպավորություն է թողնում, հիշում եք, հին հայկական ասույթը՝ գողը գոռաց, բռնեք գողին։ Ուրիշ ոչինչ։ Ես չեմ կարծում, որ Սահմանադրական դատարան դիմելը ընտրությունների արդյունքը բեկանելու համար որևէ նշանակություն ունի ընդհանրապես, դա հերթական, ուղղակի հերթական քայլն է, եթե ուշադիր հետևել եք իրենց հարցազրույցներին, իրենք էլ են դա ընդունում։ Այստեղ խնդիրը Սահմանադրական դատարանի որևէ վճիռը չի։ Խնդիրը այն է, ինչ Մոսկվան դրել էր դեռ ընտրություններից առաջ։ Կարծում եմ դուք էլ կհաստատեք, որ ընտրությունները չէին եղել, բայց ռուսական հայտնի նարատիվներից մեկն էր, որ ընտրությունները լեգիտիմ չեն։ Զատուլինն ասում է, եթե Փաշինյանը հաղթի, պետք է չճանաչենք եւ Պուտինը մինչեւ հիմա չի շնորհավորում։ Շնորհակալ եմ հիշեցման համար։ Ես հիշում եմ այդպիսի բաներ։ Շնորհակալ եմ հիշեցման համար։ Այսինքն սա հերթական քայլն է հաստատելով, որ ընտրությունները այնքան լեգիտիմ չէին, որ նույնիսկ Սահմանադրական դատարան ենք դիմում։ Բայց ինչ կապ ունի Մոսկվան 7 ուժերի հետ, որոնցից որոշները իդեպ նաև ընտրակեղծիքների հարցն են բարձրացնում ընդդիմության կողմից ենթադրյալ գործերով։ Ինչ կապ ուներ Մոսկվան։ Ես կարծում եմ, որ հանրապետությունը այդտեղ այլ բովանդակությամբ դիմումով է Սահմանադրական դատարան գնացել եւ մի քիչ դժվար է հանրապետություն կուսակցության դիմումը համադրել, ասենք, այդ մյուս ուժերի դիմումի հետ։ Գիտեք, դուք նկատի ունեք կներեք, որ Ռուսաստանի դրդմամբ այս ուժերը ընդդիմությունը արժե անցած դիմել է ՍԴ, որ ապալեգիտիմացնի ընտրությունների արդյունքները։ Սա ձեր տեսակետն է։ Միանշանակ ճիշտ եք ընկալել իմ տեսակետը, ես կարծում եմ, որ սա հերթական քաղաքական շոուներից մեկն է լինելու եւ ընդդիմությունը որևէ խնդիր չունի իրականում, շատ հանգիստ էլ վերցնելու են մանդատները, շատ հանգիստ էլ գնալու են խորհրդարան եւ փորձելու են անհանգիստ դարձնել մեր բոլորի կյանքը։ Դա է լինելու իրենց առաքելությունը խորհրդարանում։ Համենայն դեպս այն բոլոր հարցերը, որոնք Հայաստանի Հանրապետության իբրև պետություն օրակարգում են, իբրև պետություն, կարևորագույն հարցերը նրանց ընդհանրապես չի հուզում, կամ եթե հուզելու են, նրանք փորձելու են այդ հարցերը խափանել, որովհետեւ մեզ համար հիմա գերկարևոր է Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող տրիպի հնարավորինս արագ կառուցումը, թե անվտանգային տեսակետից, անվտանգության ամրապնդման տեսակետից, թե բնականաբար տնտեսական եւ հաղորդակցողների ապաշրջափակման տեսակետից։ Եթե հիշում եք, Ռուսաստանի Դաշնության խնդիրների խնդիրը տրիպի արգելակումն էր։ Այստեղ առաջանալու է շահերի բախում խորհրդարանում։
Եթե հիշում եք, այս տրիպի շրջանակներում ինչ նկատում եք շահերի բախում։ Շահերի բախում առաջանալու է այն առումով, որ Կրեմլի վկաների ամբողջ խորհրդարանական խմբ, բոլոր միասին իրար գումարած խորհրդարանական խմբակցությունը փորձելու է հնարավորինս խոչընդոտել այն ամենին, ինչ վերաբերելու է այդ նախագծին։ Փորձելու է խոչընդոտել կոնցեսիոն կառավարման հանձնված ռուսական երկաթուղու վիճարկելու հարցը, ռուսական երկաթուղու հայկական երկաթուղին Ռուսաստանի Դաշնությունն կոնցեսիոն կառավարման հանձնված համաձայնագրի փոփոխությունների հարցը, այսինքն այն բոլոր հարցերը, որոնք գտնվում են հիմա հայ-ռուսական օրակարգում, որովհետև ի սկզբանե բոլոր այն падգամավորները, որոնք Կրեմլի ցուցումով են ըստ էության մտել ընտրարշավ եւ Կրեմլի ցուցումով էլ ըստ էության հայտնվեցին խորհրդարանում, պաշտպանելու են 9-րդ գումարման ազգային ժողովում ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ռուսաստանի Դաշնության շահերը։ Պատահական չի, որ չկայացած վարչապետի տեխնացու մեկ դրամանոց աշխատավարձով Սամվել Կարապետյանը նույնիսկ ընտրություններից հետո էլ իր ելույթներում ասում էր, որ մենք պետք է գնանք դեպի Ռուսաստան, մենք պետք է ապավինենք Ռուսաստանին, մեր հարցերը պետք է լուծենք Ռուսաստանի հետ։ Այսքանից հետո։ Բայց նրանք ուրիշ բանել են ասում, որ Հայաստանի հիմնական դաշնակիցների հետ Հայաստանի իշխանությունը Փաշինյանը հարաբերությունները խաթարել է, ինչի արդյունքում մենք անվտանգային ռիսկերի ենք գնացել, հիմա էլ տնտեսական ռիսկերի ենք գնում, չստանալով որևէ բան ԵՄ-ից, տնտեսական ռիսկեր նկատի ունեն, որ հայկական ապրանքները չեն հասնում Ռուսաստան, եւ Ռուսաստանի հետ պետք է վերականգնել հարաբերություն, այսինքն հիմնական բարի օգտագործումը դա նկատի ունեն։ Որ Forbes-ի միլիարդատիրոջ համար անգամ պետք է հասկանալի լիներ, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ որևէ հարաբերություն չի խաթարել։ Ռուսաստանի Դաշնությունն է խաթարել Հայաստանի Հանրապետության։ Կարծում եք Սամվել Կարապետյանը չգիտի, որ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանը, Ադրբեջանը։ Ես կարծում եմ Սամվել Կարապետյանի համար գուցե այդպես չի իրավիճակ, ինչպես տեսնում եմ մյուս համենայն դեպս դուք եւ ես եք տեսնում։ Սամվել Կարապետյանի համար գուցե անհասկանալի, գուցե հասկանալի է ավելի ճիշտ, թե ինչպես հայկական այն արտադրանքը, որը դեռ նույնիսկ Ռուսաստան չի հասել, Ռուսաստանի Դաշնությունում այդ արտադրանքի ես նկատի ունեմ գյուղմթերքները, որոնք դեռ Հայաստանում են, գուցե դեռ ծառերի վրա են, ինչպես են Ռուսաստանի Դաշնությունում այդ արտադրանքի մեջ ինչ որ կյանքի հետ անհամատեղելի մանրեր գտնում։ Գուցե Սամվել Կարապետյանի համար այնուամենայնիվ շատ հասկանալի է, թե ինչպես տեղի ունեցավ, որ Ռուսաստանի Դաշնությունը ընտրություններից առաջ այդպես տոտալ ճնշումների միջոցով փորձեց երկրի ներսում դժգոհություն առաջացնել, անկայուն իրավիճակ առաջացնել, իսկ Եվրամիությունը քաղաքական որոշումներով շատ արագ հայկական ապրանքներին անմաքս տեղափոխման հնարավորություն տվեց Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ պատրաստվում է այս ամսվա վերջին հուլիսի սկզբին գալ Հայաստանի Հանրապետություն քննարկելու նաև այդ խնդիրները։ Գուցե Սամվել Կարապետյանի համար դրանք շատ հասկանալի երևույթներ են, չգիտեմ։ Սամվել Կարապետյանի հարցը եկեք գիտեք մի կողմ դնենք, որտեղ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության օրակարգի կարևորագույն, ինչ ասեմ, խնդիրներից չի։ Խնդիրը մեզ համար հիմա մնում է ինքնիշխանության ամրակայում այնուամենայնիվ, որովհետև ստացված ուժերի դասավորության խորհրդարանում քաղաքացիական պայմանագրի համար, որ սահմանադրական մեծամասնություն չունի, իսկապես դժվար է լինելու։ Եվ մենք ունենալու ենք էլի նույն խոսույթը, համարյա նույն խոսույթը, մի քիչ փոխված դերակատարներով, որին ակնդիր եւ ունկնդիր են եղել 21-ից 26 թվականներին։ Արդյոք սա ձեռք բերում էր Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության, Հայաստանի Հանրապետության զարգացման տեսակետից։ Եվ արդյոք քաղաքացիական պայմանագիրը ինքը իր համար որոգայթներ չլարեց այս ընթացքում։ Ինչ արեց։ Տեսեք, Քոչարյանը հայտարարում էր, որ ինքը հաղթելու է։ Չհաղթեցել հեղափոխություն է անելու, բայց Քոչարյանի 21%-ի փոխարեն մենք հիմա ունենք գրեթե 12%։ Այսինքն ինքը իր քոքը այնուամենայնիվ մոտավորապես 9 քանից 10։ Առավել եւս, ինքը իր քոքը բացահայտորեն 12 մանդատ, ինքը իր քոքը բացահայտորեն մաշեց։
Բացահայտորեն։ Դա իշխանության համար ոռոգաչ է։ Թույլ կտաք շարունակեմ։ Այո, իհարկե։ Իշխանությունը հավակնում էր 65%-ի իրենց ամենայն դեպս հայտարարություններից, բայց 65%-ը եթե ստույգ եմ հիշում 49% դարձավ։ Եվ այս ընթացքում ամենայն դեպս ունենալով Կնայեք, այդտեղ մի քիչ խնդիր կա, այն 65%-ը փոշիացվածները ավելանում են ուժերին, հետո է 65 դառնում։ Եթե օրգանիկ ձայները հաշվի առնենք, 54% է ստացել ԿՊ-ն։ Օրգանիկ ձայները հաշվի առնելով ամենայն դեպս դա 54%-ն է սահմանադրական 58-59 է գալիս, եթե չեմ սխալվում։ Բոլոր դեպքերում դա սահմանադրական մեծամասնություն չի, բոլոր զուտ ճշգրտման համար է ուզում ասել։ Շնորհակալություն, կփորձեմ հիշել։ Հիմա տեսեք, Ոռոգայթը հիմա հասկանանք։ Ոռոգայթը հասկանանք, այս ամբողջ ընթացքում քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանում ունենալով, գործող խորհրդարան նկատի ունենալով մեծամասնություն չփորձեց ժողովրդավարության ամրակայման, ինքը իր իշխանության ամրակայման քայլեր է անել, որովհետև ակնհայտ էր, որ գործող օրենքներում բազում սողանցքներ կան կրեմլիվականների համար ընտրախախտումներ ապահովելու, մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին օրենքը, մասնավորապես ընտրական օրենսգիրքը, ընտրության իրավունք տալու համար ցենզ մտցնելը, որ հիմա ընտրություններից հետո խորհրդարանում արագընթաց ռեժիմով բերեցին ու փորձեցին օրենքը փոխել, այդ ամեն ինչը պետք էր անել մինչև ընտրությունները։ Եվ վերջին հաշվով Հանրապետություն կուսակցությունը կարծում եմ նաև ձեզ հետ հարցազրույցներում եք այդ մասին առիթ ենք ունեցել խոսելով։ Հանրապետություն կուսակցությունը քանիցս զգուշացնում էր, որ ուժեղ Հայաստանը խախտում են բոլոր օրենքները, ֆինանսական ներդրումները, գովազդի մասին, ընտրական օրենսգրքով սահմանված չափը քանիցս գերազանցում է, որ ուժեղ Հայաստանը բացում է գրասենյակներ, դեռ լինելով շարժում, անգամ կուսակցություն չլինելով, բացում է գրասենյակներ, ներառում է մարդկանց, որոնք աշխատանքի որպես այդպեսին բովանդակություն չունեն։ Ըստ էության դա հրավեր էր նաև քննչական մարմինների ուշադրությանը, որտեղ դա առերևույթ ընտրակաշառքի դեպքեր էին։ Այդ ամեն ինչը անտեսվեց, դրվեց մի կողմ։ Մենք ապավինեցինք ժողովրդավարության այն տարբերակին, որ ոչ ոք աշխարհում հանկարծ չասի, որ մեր ընտրությունները ոչ ժողովրդավարական էին, բայց եթե ժողովրդավարությունը ինքը իրեն չի պաշտպանում, եթե ժողովրդավարությունը ինքը պատնեշներ չի դնում այս խախտումների համար, եթե ժողովրդավարությունը բոլորի համար մրցակցային հավասար պայմաններ չի սահմանում, եթե ընտրողին իսկապես ընտրության հնարավորություն չի տրվում, այդ ժողովրդավարությունը արդեն ժողովրդավարություն չի։ Գուցե ճանապարհ է դեպի ժողովրդավարությունը, բայց ժողովրդավարություն չի։ Վերջին հաշվով մենք ունենք Մոլդովայի օրինակը ինչ եղավ ու ինչպես եղավ։ Բայց մենք չգնացինք այդ ճանապարհով, մենք գնացինք զուտ հայկական ճանապարհով եւ քիչ էր մնում ստանայինք նաեւ հայկական Իվանիշվիլի, որի բոլոր հնարավորությունները Ռուսաստանի Դաշնությունը կարտ բլանշը այստեղ տվել էր Սամվել Կարապետյանին։ Պետք է ընդունել նաեւ, որ առնվազն կես միլիոն քաղաքացի կա, որը ընտրել է Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչյանի, Գագիկ Ծառուկյանի։ Ծառուկյանից հարցը կհասկանանք ՍԴՄ ինչ է։ Այսինքն կես միլիոնից ավելի քաղաքացի կա, որոնք այս ուժերին կամ չեն համարում Ռուսաստանի, ինչպես դուք եք ասում, վկաներ, կամ խնդիր չեն տեսնում, որ նրանք պրոռուսական վարքագիծ ունեն։ Այսինքն պետք է ընդունել, որ կան այսպիսի տեսակետ ունեցող քաղաքացիներ, հա։ Այստեղ չեք կարծում, որ արգել է այս ուժին, չարգել է եւ այլն, նրանք մի կերպ դրսեւորվելու են։ Ռաֆի Հովհաննիսյանի ֆենոմենը 2013-ին հիշում եք, մարդը կես միլիոն ձայն հավաքեց, հա, որովհետեւ Հետո գնաց Մոսկվայից հաղթանակը բերել։ Դա ուրիշ հարց է, բայց կար Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքավոր զանգված, որը փնտրում էր իր հերոսին, հա, մարդ, որը Սերժ Սարգսյանի իշխանությունից կազատի եւ Ռաֆի Հովհաննիսյանն այն ժամանակ տեսան։ Այս մարդիկ, ովքեր ամեն գնով ուզում են Փաշինյանից ազատվել, գտան իրենց հերոսներին, երեք տվյալ անձին։ Ուզում եմ ասել, այդ արգելքները տեխնիկապես այո, բայց զուտ բովանդակության առումով քաղաքական գործընթացներ նրանք էլի գտնելու են, չէ, իրենց հերոսին։ Էլի մեկը լինելու էր, ում շուրջ համախմբվելու են։ Սխալ չի այդպիսի կտրուկ
բաները։ Ոչ սխալ չի, եթե դու ուզում ես պաշտպանես պետությունը, բայց ես շատ շնորհակալ եմ ձեզ այդ հարցի համար, որովհետև ինձ համար շատ մեծ խնդիր է եւ ես այդ մասին ուզում եի հենց խոսել, թե ինչու են Հայաստանի Հանրապետությունում այնուամենայնիվ մարդիկ գնում եւ վճարով քվեարկում։ Երեք շատ հեշտ է մարդկանց մեղադրել դրա համար, իսկապես հեշտ է։ Հեշտ է այն առումով, որ այնուամենայնիվ հայրենիք են վաճառում, իսկ հայրենիք վաճառելը քրեական համենայն դեպս 5-ից 7 տարվա պատիժ նախատեսող հանցանք է, բայց ինչ է արել քաղաքացիական պայմանագիրը իր իշխանության 8 տարիներին տնտեսական հեղափոխություն անելու համար, սոցիալական խնդիրների լուծման համար, ինչ է արել մթնոլորտի փոփոխության համար, կրթական, բարոյահոգեբանական, պարզապես ինչ է արել, որովհետև տեսեք, դուք ասում եք կես միլիոն բողոքական զանգված կա, ինչու է ձևավորվել այդ կես միլիոն բողոքական զանգվածը։ Ակնհայտորեն, ովքեր հակափաշինյանական տրամադրված։ Խնդիրը միայն հակափաշինյանականը չէ։ Մի բևեռացրեք, խնդիրը հակափաշինյանականը չի, որովհետև եթե հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները, ասենք, մի քիչ երկար եք լսում, այդտեղ որևէ խնդիր չկա, Փաշինյանն է, Պողոսյանն է, Պետրոսյանն է, Աթանեսյանն է։ Բայց սխալ չի ասել 500,000 հոգի ընտրակաշառք։ Ես նկատի ունեմ մտայնության, ես նկատի ունեմ մտայնություն։ Ինչ-որ մի մասը, այո, բայց անտես բարոյահոգեբանական մթնոլորտը։ Թակարդ է Տիկին Ադամյան, թակարդ է մտածել, որ ընդդիմությունը իր ձայները ստացել է 70% վարչապետն ասում է բանով, հա, ընտրակաշառքով։ Դա նշանակում է դու անտեսում ես այն խնդիրները, որոնց չլուծման արդյունքում կամ այն ռիսկերը այդ մարդիկ գնացել են։ Ես փորձում եմ խոսել հենց այդ խնդիրների մասին, դուք հնարավորություն չեք տալիս, տեսեք։ Այստեղ միայն գումարը չի։ Մարդիկ այո գնացել են գումար աշխատելու, օդից փող համակարգը այնուամենայնիվ գործել է, բայց ինչու պետք է երկրում, ասենք, այսպիսի մթնոլորտ լիներ, ինչու պիտի անverջ ընտրություններից առաջ մթնոլորտը այնքան սրվի, ինչ որ մուրջ հիշեն, չգիտեմ, անverջ խոսեն այս բռնեմ բաց թողեմներից եւ այլնից, այո, սա հոգնեցնում է, այո, սա զայրացնում է, բայց ես կարծում եմ, որ ձեր ասած այդ 5 միլիոնանոց բողոքական ընտրազանգվածը չէր կարող միանշանակ կողմնորոշվել դեպի Ռուսաստան, եթե չլիներ ուղղորդում, որտեղ մարդիկ եթե դժգոհ են, մարդիկ այնուամենայնիվ ամնիզիա չունեն, մարդիկ կարող էին հասկանալ Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությունը, մարդիկ կարող էին իրենց մաշկի վրա դա զգալ, մարդիկ կարող էին տեսնել ու գնահատել Լեռնային Ղարաբաղի հետ ինչ կատարվեց, հաջորդ քայլով ինչ կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության թեթև ձեռքով։ Այստեղ դուք շատ կարևոր, գերկարևոր խնդիր եք բարձրացնում, բայց այդ խնդիրը չունի միանշանակ լուծում, դա թնջուկ է, բազում հանգույցների թնջուկ է, որը պետք է հերթով քակել, որպեսզի 2031-ին մենք չունենանք այսպիսի բողոքական ընտրազանգված, մի քիչ նվազ, մի քիչ ավել, այլ մենք ունենանք մրցակցային ընտրություններ եւ մարդիկ, որոնք գնում են գիտակցական ընտրության, մարդիկ ոչ թե գնում են ընդդեմ ընտրության, ընդդեմ ինչ որ մեկի ընտրության, այլ գնում են հանուն իրենց պետության ընտրության։ Այս է իմ ասածը։ Ես որ ասում եմ, թակարդ լարեց ինքը իր համար քաղաքացիական պայմանագիրը։ Ես հենց դա նկատի ունեմ, որտեղ քաղաքացիական պայմանագիրը ինչ որ փուլում իրեն պահեց ոչ թե իբրև իշխանություն, այլ պահեց իբրև կուսակցություն եւ առաջնորդվեց իր շահերի գերակայությամբ։ Թակարդ լարել նկատի ունեք ինչը, եթե մի հատ էլ կոնկրետացնենք։ Կոնկրետ օրենսդրական փոփոխությունների չգնալը, որոնք կամրակային ժողովրդավարությունը, կոնկրետ անverջ սև սպիտակի մեջ դնել ընտրությունները, նկատի ունեք վերագնահատում չանելու սեփական ուժերի աշխարհաքաղաքական փոփոխությունների, Ռուսաստանի միջամտության ազդեցությունը, որովհետև տեսեք, ինչքան ժամանակ էին խոսում հիբրիդային պատերազմ, անգամ Եվրամիությունից աջակցություն էինք հիբրիդային պատերազմի դեմ արդյունավետ պայքարելու համար ակնկալում եւ ստացանք, բայց եթե դու դիմում ես Եվրամիությանը այն քայլերը, որոնք քո իշխանության տակ են, որոնք քո
հնարավորությունների սահմաններում են, ինչու դու չես անում այդ ժողովրդավարությունը հնարավորինս անխոցելի դարձնելու համար։ Սա է հարցը։ Տեսեք, հայ-ռուսական հարաբերությունները, ես չգիտեմ, դեպի այսպես կայունացում կգնան, թե կլարվեն, ամեն դեպքում հայկական կողմի պաշտոնական այսպես գործիչները հակված են ձևացնել կամ իրոք հավատում են, որ այս սահմանափակումները ամեն դեպքում կարելի է վերացնել, հա, բանակցելով, գնալով, խոսելով, դե Փաշինյանը նախորդին խոսում էր, որ ԵՏՄ-ն եթե ինքնալուծարվում է, ազատ տեղաշարժի այդ իրավունքը սահմանափակելով, մենք ինչ կարող ենք անել։ Ձեր կարծիքով ուր է գնալու վեկտորը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, ինչու պետք է կողմերը, լավ, Ռուսաստանը ուզենա թեժացնել, չէ՞ որ նա ստացավ Պուտինի ասած ռուսամետ ուժերը, այսպես ասեմ, ներկայացված կլինեն, քաղաքական դաշտում շատ այսպես հոծ ներկայացություն կլինի, այսինքն դա մահակ է Փաշինյանի իշխանության գլխին, երբ որ ուզենան կխփեն։ Մյուս կողմից, այսինքն ներքաղաքական ինչ-որ անկայունություն, չգիտեմ, այն ինչ-որ մենք տեսել ենք նախորդ 5 տարիներին, հա։ Մյուս կողմից էլ նա խնդիր ունի աշխատել այս իշխանության հետ, չէ՞ որ այս իշխանության ընտրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ընդ որում այս իշխանության ձայները ավելացել են մոտավորապես 40,000-ով 21-ի համեմատ։ Այո, չգիտեմ, էլի այդ ձեր կարծիքով այդ բաղադրիչները ինչից են կախված։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը այնուամենայնիվ գերխնդիրը չլուծեց։ Ռուսաստանի Դաշնությունն այստեղ չհասավ հեղաշրջման։ Իր վկաները չեկան իշխանության, բայց Ռուսաստանի Դաշնությունը լուծեց իր մինիմում ծրագիրը, խորհրդարանում ներկայացվածություն ապահովելու ծրագիրը։ Եվ ընդունեք, որ լավ լուծեց։ Իհարկե հաշվարկները ճշգրիտ էին, Ռոբերտ Քոչարյանը չէր կարող այդ խնդիրը արդեն միայնակ լուծել եւ չլուծեց, օգնության ուղարկվեց միլիարդատերը հայտնի։ Բայց այստեղ ամբողջ խնդիրը հիմա ոչ թե այն է, թե Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի Հանրապետությունը ինչ կանեն, այստեղ խնդիրը բացարձակապես այլ է։ Հայաստանի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները չեն այս թնջուկի առանցքում աշխարհում Ռուսաստանի Դաշնության ունեցած դերի փոփոխությունն է, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, Ռուսաստանը հեռացավ մեծ մերձավոր արևելքից։ Ոնց ուզում եք վերցրեք, Սիրիայում այլևս Ռուսաստանը համարյա թե դեր չունի, կիսատ-պրատ ինչ-որ մի ռազմաբազա ունի չունի։ Չեն ստացվում նաև ռուս-թուրքական հարաբերությունները, ակնհայտորեն չեն ստացվում։ Ակնհայտորեն չեն ստացվում ռուս-իրանական հարաբերություններում նախատեսած հաջողությունները։ Իրանը անվերջ նետվում է Ռուսաստանի գիրկը, Ռուսաստանը որևէ Իրանի համար որևէ քայլ չի կարողանում անի, քանի անգամ փորձեց Թրամփին ասել, ես պատրաստ եմ միջնորդ լինել, Թրամփը ասեց գնա դու ռուս-ուկրաինական պատերազմը ավարտի, հետո կմտածենք։ Այսինքն այս ամեն ինչը Ռուսաստանի ներսում է էփվում։ Եկեք հիշենք նաև ինչ է կատարվում Ռուսաստանի ներսում։ Կներեք, բայց մեր մասշտաբը այնքան փոքր է, որ մեր մասշտաբը շատ փոքր է։ Ժամանակ ունենում են էլի զբաղվելով։ Մեզնով զբաղվելու ժամանակ ոչ այն ծանրության։ Բայց ես կարծում եմ, այստեղ մասշտաբի խնդիր չի։ Ռեսուրս ուղղում են, էլի։ Այստեղ մասշտաբի խնդիր չի, պարոն Անանյան ջան, այստեղ սկզբունքի խնդիր է։ Ռուսաստանի Դաշնությունը հերթական երկրից պիտի հեռանա, թե չէ, այդ սկզբունքի խնդիրն է։ Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից դուրս են մղել շատ լուրջ։ Ռուսաստանը անգամ Վրաստան չկարողացավ վերադառնալ։ Տիկին Ադամյան, ես կուզեի համաձայնվել ձեզ հետ անկեղծ, բայց մի հանգամանք կա, որ մի քիչ բարդ է։ Ռուսաստանը ինստիտուցիոնալ ներկայություն Հայաստանում պահպանում է ամեն դեպքում։ Այ եթե թույլ տայեք, ես պիտի ասեի, որ մեր գերխնդիրը այս պարագայում մնում է ռուսական մոնոպոլիաների Հայաստանի, ինչպես եղել է, այնպես էլ մնում է ռուսական մոնոպոլիաների Հայաստանի Հանրապետության տարածքում կրճատումը, սահմանապահներ, տնտեսություն, սահմանապահները, գիտեք, շարքը երկար չի իրականում։ Այսինքն ասել, որ հեռացել է տարածաշրջանից մի քիչ անհամոզիչ է, էլի։ Դուք այսօր շատ անհամբեր եք, դուք այսօր ավելի անհամբեր եք, քան սովորաբար լինում եմ ես։ Որովհետև տեսեք, որոնք են մեր ռուսական հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրները այս պարագայում։ Վստահեցնում եմ ձեզ, բացարձակապես ԵԱՏՄ-ն չի։ Բացարձակապես ԵԱՏՄ-ն այսպես
ուղղակի միջոց է այդ խնդիրներին չանդրադառնալու կամ այդ խնդիրները ասպարեզ բերելու, որովհետև Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետության այդ գյուղմթերքները կամ Հայաստանի Հանրապետությունից գնացող արտադրանքը, եսի ինչ բալասան չէր, էլի, ռուսները հաստատ հիմա սոված չեն մնա առանց մեր այդ արտադրանքի, ոչ էլ մերոնք կմնան այսպես ձեռնունայն առանց Ռուսաստան արտահանելու, բայց Ռուսաստանի, ես ասեմ ու անցնեմ Ռուսաստանի խնդիրներին, Ռուսաստանի Դաշնության այնուամենայնիվ մենք շնորհակալություն պիտի հայտնենք, որովհետև եթե Ռուսաստանի Դաշնության Ռոսսելխոզնաձորի այդ արգելքները չլներ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղից չէին շարժվելու, եւ դեպի Եվրամիությունը սուխտագնացությունը այնուամենայնիվ չէր լինելու, եթե չլիներ ռուսական արգելքը։ Հիմա Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունների առանցքում հիմնական խնդիրները ռազմաբազան են, 102-րդ ռազմաբազայի Հայաստանի Հանրապետության տարածքում հետագա տեղակայումը։ Հայաստանի Հանրապետության տարածքից ընդհանրապես ռուս սահմանապահների բացարձակ ամբողջությամբ ռուս սահմանապահների դուրս բերումը, որը թե հայ-թուրքական հարաբերությունների, հայ-թուրքական սահմանի բացման կարևորագույն կետ է, թե վիզաների ազատականացման կարևորագույն կետ է։ Չեք շտապում, մենք մի քիչ ավելի թեթև ծանրության խնդիր ունենք լուծել, դա երկաթուղու ապագան է, հա։ Այդ երկաթուղու ապագան ամենաբարդ խնդիրն է, որովհետև այդ երկաթուղին էլի գտնվում է հայ-թուրքական հարաբերությունների առանցքում ամենայն դեպս։ Կարծում եք ավելի բարդ է երկաթուղու։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար դա ամենայն դեպս ամենացավոտ խնդիրն է։ Ռուսաստանի համար դա ամենացավոտ խնդիրն է, եկեք Կովերչուկի են գիշերային հարցազրույցները 10-ին հայտարարությունների հիշենք, որտեղ Ռուսաստանի Դաշնության Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով հանձնված երկաթուղին հիմա իսկապես գերկարևոր հարց է եւ այս հարցերը չլուծելու համար, ռազմաբազան պահպանելու համար, իրենց ներկայությունը տարածաշրջանում պահպանելու համար, իրենց ազդեցությունը պահպանելու համար, գազի շանտաժել են անելու, Լարսը փակեն բացեմի շանտաժն են անելու, բայց հիմա ստեղծված իրավիճակում ամենայն դեպս ցուրտ ու մութ տարիների ժամանակները չեն։ Գազպրոմը հիմա բացարձակապես այլ խնդիրներ ունի։ Եթե հիմա փորձեն ռուսները կամ գազի գին բարձրացնել կամ գազի մատակարարում դադարեցնել, հանգիստ կարող են դիմել արբիտրաժային դատարան եւ շատ ավելի մեծ հարց է այդ դիտումից ով ավելի շատ կտուժի Հայաստանի Հանրապետությունը։ Ռուսաստանը կարծում եք ինչ որ դատական որոշումներ կատարելու է Տիկին Ադամյան։ Ինքը կներ միջազգային իրավունքի անպատասխանատու սուբյեկտ է Ուկրաինայի դեմ պատերազմի բերումը վաղ։ Եկեք նաեւ հիշենք այն փաստը, թե ովքեր են հիմա ընդհանրապես ռուսական գազի սպառումները, անգամ Հայաստանի Հանրապետության պես փոքր ծավալի մատակարարումների համաձայնագիրը կորցնելը Ռուսաստանի համար խնդիր է լինելու։ Որովհետև գազի առումով գազը մեզ համար ոչ թե էներգակիր է, գազը մեզ համար քաղաքական շանտաժի գործոն է։ Տիկին Ադամյան, ինչպես եղել է ամբողջ Եվրոպայի համար։ Մենք գնահատել, որ նրանք ռացիոնալ են մտածում, հա, այսինքն հաշվարկում են, որ այս վնասը կլինի, այս Լավրովը չէր ասում, որ Պուտինի, այսպես խորհրդականները մեր Եկատերինա եւ Պետրոսն են, էլի, այսինքն այսպես ասենք մի քիչ տրամաբանությունը ուրիշ է։ Դե գիտեք ինչ այդ պարագայում մենք ընդհանրապես պիտի ընդհանրապես այդ պարագայում պիտի հայ-ռուսական հարաբերությունների մեջ դադարենք որևէ տրամաբանություն որոնել եւ պետք է անվերջ պատրաստ լինենք։ Փնտրենք, բայց նաեւ Պետրոսի ու Եկատերինայի հարվածներին։ Ինչ խորհուրդ կտան Պետրոսը եւ Եկատերինան Պուտինին Հայաստանի մասին։ Ես կարծում եմ, որ Պետրոս մեծը ամենայն դեպս ռուս ընթարն էր, որ պատուհան բացեց դեպի Եվրոպա։ Եթե Պետրոսը Պուտինին ինչ-որ խորհուրդ էր տալիս, պիտի ասեր գիտես դռները մի փակի։ Ընդհանրապես։ Եկատերինան վերադարձրեց Ղրիմը։ Բայց Պետրոսին նաև նրանք հողահավաք ցար են պատկերացնում։ Պետրոսին հողահավաք ցար են պատկերացնում, բայց գիտեք, եւ դու ունես ծովածավալ հողեր, իսկ այդ հողերի վրա ոչ ոք չի ապրում։ Այդ հողերը արդեն դառնում են, ինչ ասեմ, չասեմ ինչ են դառնում։ Սա իրոք ցավոտ հարց է Ռուսաստանի Դաշնության համար ու ես ուզում եմ մենք այնուամենայնիվ մի տարբերակում անենք։ Եկեք թշնամի չդարձնենք Ռուսաստանի Դաշնությանը։ Ռուսաստանի Դաշնությունը ամենայն դեպս երկիր է, որը որոնում է ինքը իրեն, երկիր է, որի բոլոր դժբախտությունների առաջին մեղավորը ինքն է։
Բայց դա չի նշանակում, որ այդ երկիրը պիտի դժբախտ դարձնի դա մյուս պետություններին կամ հնարավորինս փորձի խոչընդոտներ ստեղծել մյուս պետությունների համար։ Եվ ես ձեզ ուզում եմ նաև հավաստիացնել, որ Ռուսաստանի Դաշնության այս քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ բացարձակապես օրիգինալ չի եւ բացարձակապես ունիկալ չէ։ Վերցրեք ուսումնասիրեք ռուս-ղազախական հարաբերությունները, վերցրեք ուսումնասիրեք, ասենք, ռուս-ղրղզական հարաբերությունները, նույն բութ գործիքներն են, նույն ճնշման կամ նույն սահմանային միջադեպերը կառավարելու, կոնֆլիկտներ ստեղծելու, հետո այդ կոնֆլիկտները հնարավորինս արբիտրի դերում հանդես գալով, հնարավորինս իրենց դերը վեհացնելու, փրկչի առաքելության մեջ ինքնահաստատվելու խնդիրն է։ Ես չեմ ուզում, որ մենք հայ-ռուսական հարաբերությունների առանցքում դնենք, որ Ռուսաստանը իսկապես չարի կայսրություն է։ Բացարձակապես այդպես չի։ Այդպես չի եւ այդպես չի կարող լինել։ Մեր խնդիրը պետք է լինի մեր շահը պաշտպանելը, մեր շահը առաջ տանելը։ Ու Ռուսաստանի Դաշնությունը հարկադրված է այդ շահի հետ հաշվի նստելու։ Ես էլ եմ ուզում ասեմ, ԵԱՏՄ-ից դուրս կգանք, թե դուրս չենք գա, ՀԱՊԿ-ից դուրս կգանք, թե դուրս չենք գա, դա չի խնդիրը։ Խնդիրը այն է, ինչ ենք մենք գտնելու, օրինակ ՀԱՊԿ-ից դուրս գալուց։ ՀԱՊԿ դուրս գալը մեզ համար ինչ դռներ է բացելու, ինչ արագություն է հաղորդելու մեր ներսում մեզ համար անվտանգության գործընթացների ապահովմանը։ ԵԱՏՄ-ից դուրս գալը ինչ տնտեսության զարգացման ինչ հնարավորություններ է տալու, ինչ արագություն է դրան հաղորդելու։ Հարցերը հնչեցնելով ավարտենք, թող հեռուստադիտող մտածի այդ մասին։ Ես շնորհակալ եմ, որ դուք ապավինում եք հեռուստադիտողին, բայց մի բան էլ որ չասեմ, երևի թե տեսեք Նիկոլ Փաշինյանը իր բոլոր այն խնդիրները, որոնք ինքը չէր լուծում, ասում էր ժողովուրդ գնա մերժե Ռոբերտ Քոչարյանին, ժողովուրդ գնա մերժե Սամվել Կարապետյանին, ժողովուրդ գնա եւ մերժի գնա Սարայինարա։ Եվ ինչա ստացանք ժողովրդի ընտրությամբ, ժողովրդի չասեմ արած չարածով չի կարելի պետության խնդիրները թողնել ժողովրդի վրա։ Ժողովուրդը պետության հիմքում է, բայց իշխանությունը պետք է այդ հարցերը լուծի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Անահիտ Ադամյանին։